Ես ուզում եի վարչապետին հերպանից կամ զանգեմ, կամ նած նամակ գրեմ, որ այդ ոնց է այն աթոռմաշողները 7 միլիոններով բակավաճառ են ստանում, իսկ զինվորական թոշակառուները այնքան չեն ստանում, որ իրանց մինիմում ապահով են գոնե, կամ ընտանիքին օգտակար են լինի։ Չէ, բայց որ արած գործնալ արդար։ Չէ, ես դեմ եմ ամեն մի քայլին ինչ որ հիմա կատարվում է։ Իմ ինչին է պետք 10 մանեթ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ ստանում էի 70,000 ռուբլի թոշակ։ Իմ թոշակը կտրեցին, տղաս երկրորդ կարգի հաշմանդամ է ստանում էր 20,000 ինքը կոմպենսացիա ստանում կտրեցին, թողեցին 4 անչափահաս երեխա տանը, ինքը անաշխատունակ, աշխատող չկա տանը, հիմա ես ինչ ասեմ, ասելու բան չունեմ։ Երկրորդ կարգի հաշվանդամին չեն կտրել։ Ես շատ գիտեմ չեն կտրել։ Չեք դիմել, չեն պատասխանել, չեն կտրել։ Դե չի դիմել, երկու անգամ ես տեղ գրել եմ, ոչ մի պատասխան, ոչ մի բան։ Դե կարդում եք ամեն ինչ էլ իմանում եք, բայց չենք անում։ Մարդենք մենք էլ ենք ախր հաց ենք հետում, ավտոբուսներում պիրաշկի չենք ուտում, մեր տներում ենք նորմալ նստում ուտում։ Դա արդար չէր, դա կտեր քասիպների, որոնք փողի կարիք ունեին, դա դրանց կտեր, ոչ թե ասենք կտեր դեպուտատների։ 10,000 դրամը դա սուտի փող է, եթե ուզում ես ճիշտ իմանաս դա սուտի փող է։ Դա պետք է ամենակիչը 50% էլ ավելացել էր, որը հիմիկվա շուկայի գների հետ համապատասխանել էր։ Բայց չկա, չեն տալի, ունեն, վերասես չունեն ունեն, բայց չեն տալի։ Լսել եմ բաշանում, 10,000 դրամա, 10,000 դրամն ինչ է, իրանք $100 ու սանձերնոցի կտեղ են օգտագործում, 10,000 դրամն ինչի տամ, դեղին տամ, ես ինչ, իմ որդին, երիկամային հիվանդա, 37,500 դրամ թոշակաստանը, իսկ նրա միտուպ կալի դեղը արժի 38,000 դրամ, 500 դրամ էլ պետք է պարտկանի վրեն տնի, որ այդ միտուպ դեղն առնի, դա ճիշտ չի։ Ես գիտես ինչ կասեի, ես կասեի ամենաբարձր աշխատավարձը Հայաստանում պետք է ստանա սալդատը, որ անձրևի տակին, ծնի տակին ավտոմատ ծրին սահմանը մկան գնացա, և նա շատ չնչին փող է ստանում, 170, 160, այն է որ տրանսպորտի ատալի, որը ուտելիքի ատալի, տակին մի 100 մայտ փող է մնում, մի պահակի փող է մնում ընդամենը, բայց սահմանը պահողը, որ մենք հանգիստ ենք քնում, սալդատն է։ Էղորմածիկ Վազգեն Սարգսյանը գիտես ինչ ասեր աթոռի հիմար մի կռվել, աթոռը տեղը տնելու հիմար կռվեցեք, որտեղ լիզեր աթոռը ցած տնեք։ Ճիշտ էր թե ոչ, նա ճիշտ էր, նա ճիշտ տղա էր, եթե նա կենթանի էր Հայաստանի վիճակս այսպեսին չէր։ Մեր չի դիտալ, ինչ անենք, մեր քիչ էլ տալիս է, 40,000 թոշակ եմ ստանում, կդառնա 50,000։ Իսկ ինչքան պիտի բարձրացներ թոշակառուի թոշակը, որ թոշակառուն նորմալ ապրեր։ Չգիտեմ, մի 100 պետք է լի, որ միայնակ եմ, կարողանամ ապրել։ Դա իր ազնագազմի թոշակ դելա շատ ազբաններ, պարկլադրումներ, իսկ վերպես ժողովրդի, որ սա կյանք աշխատել են, այս պետության համար զրոյա։ Դժգոհ եք 10,000-ի չախտիկ չասկացա։ 10,000 եղա, չեղած, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Երեխիքի համար շատ մերկատ կաֆե դառնենք էլի, դա մեր կաֆե։ Չէ, դա вообще արդար չի։ Սաղ է մարդը սաղ է, դա արդար չի ընդհանրապես։ Օրինակ ես համաշխատում եմ, համ թոշակ եմ ստանում։ Պատկերացրու, էլի բայց բարկերը մեր տակ քնում։ Չեմ կարող էլի ստանալ։ Ինչ անեմ։ Էլի որ քիչ է, էլի ասենք 50 ստանում եմ թոշակ։ Ինչ անեմ դրան։ Էլի որ մինիմալ մի 100 լի կարաս կոմունալ նորմալ ապրես։ Դա լավ չէ, ոնց ասեմ ինքը դա ճիշտ չի, ոչ մեծ ասեք ինչ պետք անի, ինքը չգիտեմ, ինքը ճիշտ չի վարվես, թե զդրուցը համար է տվոց, բայց էլի որ շատ է քիչ, եթե մինիմալ շինի գոնե 100, ժողովուրդը կանել ապահովեն բանկերը, սա վատ վիճակը, սա լարվա, սա ժողովուրդը նույն ագրեսիվ էր լինի, առաջվա կյանքը չի լինի, ոնց ասեմ, ոտի այդ բանը բարձրացնի, որ համ կարանաս թեկուզ Արատուր անես կախիկով, կեսր է, ոչ թե 10 մայթով, ինչ անես, 10 մայթով, ինչ անեմ ես։ Ասում է, որ 10,000 դրամ ես բարձրացրել եմ, ինչ ես անելու, խոսքը օրինակ ինձ էլ ավելապետում։
Ես ամեն դեպքում նրան ինչն է հետաքրքրում, որ այդ հարցը տալիս է այդ ստացողի վրա 10,000 ինչ ես անելու 10,000 մտամ փողաստեղ այս պետությունում մեկ էլ ինչ անելու երկու կարող է փորը կուշտ հաց ուտի բայց մարդ կա որ ժամը 10 փող չի համարում